Նախագահան պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ։ Կարող է համակարգը մնա խորհրդարանական, բայց նախագահը պետք է ունենա առաջնային մանդատ, որ վերջապես գործով զբաղվի, ոչ թե կամ պաղպաղակոտելով, կամ դաշնամուր նվագելով, սա բան չի։ Եվ այդ անկախ մարմինների ձևավորման մի process եւ իրենց պաշտպանությունը արդեն դնել նախագահի վրա, որովհետեւ նախագահան գործադիր իշխանության ղեկավարը չի, նախագահան ամենօրյա այս քայլերի ինքը ազատ է, ինքը դրա համար պատասխանատվություն չի կրում։ Դուք ինձ հասկացա, եթե իմ համար կարևոր կտոր է, որ ասիկ որ ժողովուրդն է ընտրելու, ինքը ստացվում է ունենում է եւս մի հատ ավելի սուպեր լիազորություն ժողովրդի ձայն, որը ինքը երկու տարբեր առաջնային մանդատ ունենալու երկու տարբեր մարմիններ եւ նման դեպքերում օրինակ արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը այդպես է։ Այդպես են եւ աշխատում այդ համակարգը։ Եվ սովորաբար ով հաղթում է խորհրդարանական ընտրություններում, sense ընդդիմությունը պայքարման նախագահ, հա, եւ նախագահ եւ այս ճիշտ բալանսը այդ տարանջատման հակակշռելու հակակշռում են իրար, իհարկե։